Չէ 2026 թվականը դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այտենց մեզ խափելով կամ որևիցե բան արել, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի, ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեծականակ փող է ծախսվում դրսից, փող է գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում եւ դա ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցությունն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հեղաշրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե ոչ, պարոն Սիմոնյան։ Ես որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետեւ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Սա իմ համար ուղղակի խոսքեր չեն, ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, որովհետեւ 2021-20 թվականից սկսած պատերազմի ավարտի օրվանից սկսված եւ երևի պատերազմի օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից եւ տարբեր կողմերից եղել է գեր եւ կարեւոր նպատակ։